Փաշինյանը, որ հոկտեմբերի 26-ից ամեն կիրակի նաև բամբասելու համար է մեղքերի թողություն խնդրում ծնկի իջած, վերջ չի տալիս ամեն հինգշաբթի բամբասանքներ տարածելուն։ Եղել են դեպքեր, այդ թվում կուսակրոնության, խախտման եւ այլն։ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ իր այս ասածը բամբասանքներից է լսել։ Դրա մասին ինչպես գիտեք, դրա մասին եղել են հրապարակային քննարկումներ, հրապարակային հետևանքներ, հրապարակային հրաժարականներ։ Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմող Փաշինյանը կարծում է Գարեգին II կաթողիկոսի ներկայությունը հակահոգևոր միջավայր է ստեղծել Մայրաթոռում։ Դեմ գործող անձը Կտրիչ Ներսիսյանն է եւ նրա նեղ միջավայրը, այն միջավայրը, որը գործում է հակահոգևոր, ապահոգևոր եւ հակաեկեղեցական տրամաբանությամբ։ Համաքրիստոնեական նշանակության Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածած թուրք հոգևորականների կողքին հիացմունքը չթաքցնող, իրեն հայ առաքելական ներկայացնող Փաշինյանը վստահեցնում է ունի հոգևոր զգացումներ։ Նրանց ներկայությունը Մայրաթոռում ամենաշատն է վիրավորում Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների, այդ թվում իմ հոգևոր զգացումները։ Իր վիրավորված հոգևոր զգացումները վիրակապելու համար երկու ոտքը մի կոշիկ է դրել Փաշինյանը, թե վեհափառը պետք է հեռանա։ Ընտրության հարց չկտա, հրաժարական թե չի տա, ինքը պետք է գնա այդտեղ։ Զավակ ունենալու համար կասկածվող Գարեգին II-ի մեղքն է ավելի մեծ, թե վարչապետինը, որ անզավակ է թողել հազարավոր ծնողների, հարցնում են լրագրողները։ Որն է ավելի մեծ մեղք, ուզում եմ հասկանալ, զավակ ունենալն է ավելի մեծ մեղք, թե ուրիշների զավակներին կյանքից զրկելը, թե ուրիշների մի ամբողջ սերունդ զավակ ունենալու հնարավորությունից, կարողությունից զրկելը։ Այդ կաթողիկոսի զավակ ունենալն է մեզ ավելի մեծ վնաս տալիս, թե մտնել լայվ ու ասել կասկա-մասկա հավաքեք, եկեք սահման, իմանալու, որ հոպը իսկապես չի աշխատելու եւ ընդհանրապես մսաղաց է տանելու։ Այս հարցից էլ Փաշինյանի հոգեկան աշխարհը կարծես մի քիչ փոթորկվում է։ Մեղքերը չի համեմատում Փաշինյանը, բայց գաղտնազերծում է Գարեգին II-ին ուղղված իր մյուս մեղադրանքը։ Նման խոցելիությունները որոշ մարդկանց, օրինակ այդ թվում օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են հավաքագրել։ Իսկ եթե Փաշինյանը կաթողիկոս կարգի իրեն հավատարիմներին, օրինակ Արսեն Թորոսյանին կամ Արայիկ Հարությունյանին, երկրի բոլոր հարցերը կլուծվեն, հակաեկեղեցական արշավի անհետեթության մասին են ակնարկում լրագրողները։ Ես ակնկալիք չունեմ, որ Հայաստանյան առաքելական եկեղեցին ունենա ինձ հավատարիմ, ինչպես դուք ասացիք, կաթողիկոս, ես ակնկալիք ունեմ, որ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս։ Ոչ թե Աստծուց, այլ ԱԱԾ-ից վախենալով են կարծես որոշ քահանաներ պատարակների ժամանակ ստիպված հրաժարվում հնչեցնել կաթողիկոսի անունը, ինչպես հարկն է։ Տեր Ռուբեն անունով մի քահանա ահազանգում է այն մասին, որ ԱԱԾ-ն գնացել է իր մոտ եւ առաջարկել է, որ պատարակի ժամանակ, որը հավանաբար տեղի ունենալու առաջին կիրակի օրը, վեհապառի անունը չհնչեցնի, ասում է, եկան, ասեցին, բա Տեր Հայր ջան, խնդրում ենք վեհապառի անունը չտաս։ Այս քահանան եթե օրինակ լիներ ընդդիմադիր հայացքներով քաղաքացի, ինչ որտեղ կմտածենք, որ չափազանցնում է, բայց նա ըստ էության ձեր աջակիցն է, ասում է ազգընտիր վարչապետը գա, ես իր համար պատարակ կմատուցեմ, բայց միայն թե ԱԱՑ-ը ինձ մի ստիպի, որ ես շեղվեմ 25 տարվա իմ այս տեքստից։ Արդյոք պարոն վարչապետ, ԱԱՑ-ն գնում է հոգևորականների մոտ եւ ինչ որ նոր տեքստեր է առաջարկում, որ հնչեցնեն այն պատարակներին, որոնց դուք եք մասնակցում, թե ոչ։ Ես գնում եմ այն պատարակներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել։ Ասում են այս կիրակի էլ Գյումրի է պատարակի գնալու Փաշինյանը, որ նորից ծնկի գա թողություն խնդրի մեղքերի, նաև բամբասելու համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։